Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ըստ նախնական տվյալների Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր 49,825%, Ուժեղ Հայաստան 23,281%, Հայաստան Դաշինք 9,934%, Բարգավաճ Հայաստան 3,996%։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ստացել են ընդհանուր առմամբ 30 բողոք դիմում Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր եւ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանցից եւ թեկնածուների կողմից, պահանջելով վերահաշվարկել 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում, հայտարարել է Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմակերպած համաժողովում։ Նա նշել է, որ Կովկասը շարունակվում է համարվել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը։ Ադրբեջանը եւ Հայաստանը մտել են համաձայնության որոշակի ուղի եւ Թուրքիան չափազանց լուրջ աջակցություն է ցուցաբերում այդ համաձայնագրին, հույս հայտնելով, որ շուտով համաշխարհային հանրությունը կտեղեկանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նորություններին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների խաղաղ եւ հանդարտ մթնոլորտը, հույս հայտնելով, որ հետևողական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ իր իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Թուրքիան, ինչպես եւ նախկինում, կշարունակի իր ներդրումը ունենալ տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման գործում, առաջնորդվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերով, ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարևոր հարցեր, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել բոլոր սկզբունքային եւ կարևոր հարցերը, ի մտի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը, ուր անկախության մասին հռչակագիրը ըստ Ադրբեջանի տարածքային նկրտումներ ունի Բաքվի նկատմամբ։
Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Որսո հայոց պատրիարք Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանը վերջերս հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել հայ համայնքին վերաբերող հարցեր։ Հանդիպանը մասնակցել էին նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքն Գյուրլեքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըղլուն։ Նրանք քննարկել են Իսկենդերունի Սուրբ 40 մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքները։ Սահակ arczepiskopos Մաշալյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին հայ համայնքին ցուցաբերած ուշադրության համար և մաղթել նրան առողջություն և հաջողություն։ Discover the magic of MVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At MVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Արցախցիները միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ համագործակցությամբ շուրջ 600 դիմում են ուղարկել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումները վերաբերում են արցախցիների գույքային պահանջներին, բնակարան, տուն, հողամաս և այլն բռնազավթված իրեր Ադրբեջանի կողմից, որն էլ փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ, հայտնել է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ դիմումների ընդունումը շարունակվում է։ Արցախ միությունը շարունակում է դիմումներ ընդունել Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջոցով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ցանկություն ունեցող անձիկ կարող են կապ հաստատել կազմակերպիչների հետ։ Բեգլարյանը նաև նշել է, որ մատուցվող ծառայությունները անվճար են։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիո նկարահանում է Հարսանյան Սննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։